Մարել ձեզ շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել եւ այսպես Իսրայելը մինչև անգամ կարողանում է հասնել իր գերիների ազատությանը, ազատագրմանը, բայց Հայաստանի իշխանությունները տեսնում եք ոչ մի բան չեն անում, մատեմատներին չեն տալիս մեր գերիների հետ կապված, ավելին ՄԱԿ-ում ըստ էության ադրբեջանական գործակալները շատ ուժեղ աշխատում են, որպեսզի օրինակ Ռուբեն Վարդանյանի եւ մյուսների հարցով ամբողջությամբ կեղծեն, թե այս մարդիկ ինչ հանգամանքներում են եւ ինչու են այսօր խոշտանգում Բաքվի բանտերում, բայց Հայաստանի իշխանությունները անգամ այս սկանդալից չեն օգտվում, որպեսզի բարձրաձայնեն այս հարցը։ Խնդրեմ գերիների մասով ձեր տեսակետը, նորից գալով անհետ կորածների հարազատներին, մենք գիտենք, որ դուք անընդհատ իրենց հետ կապի մեջ եք, իրենց հետ շփումների մեջ եք, ինչ են հաղորդում, ինչ է տեղի ունենում, բանտել են երկուսին եւ մի քանի այլ թեմաներ հաշվի առնելով, թե երկրում ինչ խայտարակ մթնոլորտ է։ Համեցեք։ Շնորհակալություն, այո, մենք տեսանք, որ Իսրայելը եւ Պաղեստինը բանակցեցին եւ բանակցության ընթացքում նաեւ գերիների փոխանակում տեղի ունեցավ։ Մենք միաժամանակ տեսնում ենք, որ Փաշինյան Նիկոլը Ալիևի հետ այս ընթացքում ավելի շատ է հանդիպում, քան ասենք իր թիմակիցների, քաղաքական թիմակիցների հետ, ել չասեմ կառավարության անդամների հետ, շատ ավելի հաճախ է հանդիպում Ալիևին, քան իր թիմակիցներին, բայց գերիների մասին, անհետ կորածների մասին որևէ հարց չի բարձրացնում։ Այստեղ նաև ես ուզում եմ ասել, որ մեր գերեվարված հայորդիների ընտանիքների լռության արդյունքում է, որ Նիկոլ Փաշինյանը այսպես մտածում է, թե մենք հաշտ ենք այս խնդրի հետ, հասարակությունը հաշտ է այդ խնդրի հետ։ Առավոտյան, երբ կարդում եք Գոր Սուջյանի տիկինը Լիլիթը Սուջյան մի գրառում էր կատարել, թե իսկ ինչ է այդ հարցը ինչու չեք բարձրացնում, ես մի տեսակ ներքուստ ուրախություն զգացի, որ վերջապես կարծես գերիների ընտանիքի անդամներն են ուզում հրապարակային արդեն խոսել, որովհետև ինչքան իրար մեջ, ինչքան նեղվեն, ինչքան խոսեն, ի վերջո պետք է հրապարակային խոսել, թեպետ այս իշխանությունը հրապարակային խոսքի դեպքում էլ կարողանում է, մենք տեսնում ենք ինչպես վարվեց Արսեն Ղուկասյանի հետ, երեկ ես լսում էի փաստաբան Տաթևիկին, ով ներկայացնում էր, թե Արսեն Ղուկասյանը ինչ հանգամանքներում է սրտի այդ կատված ստացել, որտեղ որոնել է իր 44-օրյա պատերազմից հետո մասնակցել է որոնողական աշխատանքներին, որոնման արդյունքում նա գտել է իր եղբոր գլուխը, օրեր հետո նա գտել է իր եղբոր մարմինը, հետո ինքն իրեն խոսք է տվել, որ կգտնի նաև եղբորը կարծես խոստացել է, որ կգտնի նաև եղբոր որդուն եւ մենք ինչ ենք տեսնում անհետ կորածների հարազատները, երբ որ փորձում են մի քիչ ընդվզել Փաշինյանական իշխանությունը միանգամից նրանց բանտ է նետում, ձերբակալում է եւ վախեցնում է, որ մենք խոսացողին կձերբակալենք։ Դե սա բռնապետությանը բնորոշ գործողություն է, բայց ամենամեծ խայտառակությունը այն է, որ բարձրաձայնեց Արսեն Ղուկասյանի մայրը, թե ինչպես է նա Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել եւ Փաշինյանը սպառնացել է, որ կձերբակալի նրա որդուն։ Ավելի շուտ էլ մենք լսեցինք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը այսպես մատ թափ տվել անհետ կորածների ծնողների վրա, ասելով գնացեք կրթվեք, հետո եկեք ինձ հետ խոսելու, դուք չեք կարող վարչապետի հետ խոսել դույով, ես դուք եմ, ոչ թե դու եմ, գնացեք մի խոսքով այսպիսի այս խայտառակություն, այսօր առավոտյան էլ այսպես այստեղ գալուց լսում եմ մի կարճ այսպես լայֆեր է հիմա էլ մտնում, թե ես ինչ եմ տեսեք, ասում է, եթե մարդն ուզում է բարեկեցիկ ապրի, նա աշխատանք գտնելով չի կարող բարեկեցիկ ապրի, աշխատանքը պետք է այդ մարդուն գտնի, իմ ընկեր Ռոլանդի հետ ճանապարհին այդ քննարկում ենք այդ իր ասածը եւ հետաքրքիր եզրահանգման եկանք,
որ եթե այդպես լիներ, ապա այդ ինչպես եղավ, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը ինքը գնաց վարչապետի պաշտոնի հետևից, վարչապետի պաշտոնը չէր ընկել Նիկոլ Փաշինյանին ման գալու, եւ այդ մի քանի հոգով, որ Գյումրուց գալիս էին, օրինակ Վլադիմիր Գասպարյանը կարող էր, չէ, Ռոլանդը շատ լավ ասեց, սենց մի հատ շնչել Նիկոլ Փաշինյանին ու վերջացնել, կամ ասել, որ ակուլաներն են կուլ տվել իրեն, մենք էլ օվկիանոս ելք ունենք, օվկիանոս ակուլաները եկան եւ այդ միֆը, թե դուք մի աշխատանք փնտրեք, աշխատանքը պետք է ձեզ փնտրի, դա միֆ է, եթե կրթություն ասում եմ, եթե տեսնում եք դուք ունեք կրթություն չեք գտնում, ապա պետք է նորից փնտրել 3 բան, կրթություն, քո թիմակիցներից քանիսը ունեն կրթություն։ Մենք անցած օրը լսեցինք, թե այն քո դիահերձարանի քույրը ինչպես էր ասում, իսկ ինչ պարտադիր է, որ բարձրագույն կրթություն ստանալ։ Ես այսքան տարվա ստաժ ունեմ եւ նշանակեցի հանձնաժողովի նախագահ, որ ասենք, չգիտեմ, քանի միլիոն աշխատավարձ ստանա, բարեկեցիկ ապրի։ Այդ դուք եք խոսում կրթությունից։ Կամ դուք վարչապետ տեղով ինչ կրթություն եք ստացել։ Որտեղ է, քանի դիպլոմ ունեք, որտեղ է այդ կրթության ստացած դիպլոմները։ Հիմա եկել եք այսպես, իսկ շաբաթվա ամենամեծ անբարոյականությունն ու խայտառակությունը այն էր, որ 44 օրյա պատերազմից հետո ստեղծված հանձնաժողովը թաղեցին բառիս ամենաուղիղ իմաստով։ 4 տարի քննում էին, քննարկում էին, այսպես դրա դիմաց աշխատավարձեր էին ստանում, իրենք հանձնաժողովի, այդ հանձնաժողովի նախագահն են եւ այլն քննում են, տեսնեն, ի վերջո այդ հանձնաժողովին սպասում էին զոհված զինվորների ծնողները, հանձնաժողովի զեկույցին, սպասում էին անհետ կորածների ծնողները, սպասում էին մի շարք այդ դատավարությունների ընթացքում շինծու դատավարության զոհ դարձած զինվորականները, սպասում էին հետապնդման ենթարկվող զինվորականները, շատերը, ի վերջո այդ հանձնաժողովի զեկույցին սպասում էր հասարակությանը, որ տեսներ, թե ով է կանգնելու գնդակահարության պատի տակ, ով է թիվ 1 պատասխանատուն, որ պիտի կանգնի գնդակահարության պատի տակ։ Դե եթե ուզում ես մի հարց փակել, պիտի ստեղծել հանձնաժողով եւ ի սկզբանե ստեղծվեց այդ հանձնաժողովը, բայց սա նորից ասում եմ, ամենամեծ խայտառակությունն էր, սա սովորական, գիտեք, կոռուպցիայի հետ կապված հակակոռուպցիոն հանձնաժողով չէր, սա, չգիտեմ, հակամենաշնորային հանձնաժողով չէր, սա մի հանձնաժողով էր, որը գործ պիտի ունենար ողջ հասարակության հետ, որի զեկույցը ինչ արեցին, ասեցին, դե Անդրանիկ Քոչարյանը մի քիչ ուշացրել է այնտեղ, ես չգիտեմ, այդ ովքեր են այդ իրավաբանները, հիմա դիմում եմ ձեզ, հրապարակեք այդ իրավաբաների անունները, տեսնեմ այդ որ իրավաբաներն են որոշել, որ պետք է այդ հանձնաժողովի գործը, զեկույցը ամբողջությամբ եւ քննության առնված բոլոր հարցերը պետք է գնան ու արխիվացվեն։ Գալու է ժամանակը դուք ամբողջ թիմով եք արխիվացվելու։ Այդ ժամանակը շատ մոտ է լինելու, ամբողջ թիմով դուք արխիվացվելու եք։ Սա ոնց կարելի է դուք տակ հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր խեղված երիտասարդներ, մի ամբողջ Արցախ հանձնեք, մի ամբողջ երիտասարդություն կուլ տակ դուք ու գաք ասեք, որ այդ հանձնաժողովը մենք թաղեցինք։ Ոնց կարելի է։ Դուք ամեն ինչն եք թաղում, դուք ինչ ուզում եք թաղել, դուք թաղում եք, դուք արխիվացնում եք։ Բայց մեր հիշողությունը կա, մենք լավ գիտենք ինչ է կատարվել։ Չկա Հայաստանում մի ընտանիք, որ առնչություն ունեցած չլինի 44 օրյա պատերազմի հետ։ Եթե այդ ընտանիքում զոհ չկա, ապա եղբոր քրոջ կամ հարազատի ընտանիքում, քերորդու կամ որևէ մեկի ընտանիքում հաստատ եղել են զոհ, հաստատ այդ մարդիկ գնացել են կռվի դաշտ, գնացել են իրենց զավակների հետևից։ Մենք հասարակությունը ի վերջո շատ ավելի մեծ տեղեկատվության է տիրապետում, քան այդ ձեր հանձնաժողովը, որ ստեղծեցիք ու թաղեցիք ամբողջ ինֆորմացիայով հանդերձ։ Սա ամենամեծ խայտառակությունն է։ Հո
երկրից երկիր գնալ հեծանիվ քշելով, այսպես այդպես չի, չէ՞։ Ես անցած օրը տեսնում էի, որ օրինակ այդ Դուշանբեում հավաքվել էին տարբեր երկրների նախագահներ եւ այդ ծաղրական վերաբերմունքը Հայաստանը ղեկավարողի նկատմամբ, ես դա ընդունում եմ, այդ ծաղրանքը ընդունում եմ իմ պետության նկատմամբ ծաղրանք։ Ես ցավում եմ, որ մենք ունենք մեկը, ով մեր պետությունը վերածել է ծաղրի։ Ես ցավում եմ։ Եվ այնտեղ հավաքվել էին ղեկավարներ, ովքեր արդեն այդ պաշտոնական հանդիպումից դուրս քննարկում էին, մեկն էլ ասում էր՝ իսկ ուր է Նիկոլ Փաշինյանը, ուր է Նիկոլը, ուր է Նիկոլը։ Պարզվեց Նիկոլը այդ ընթացքում գնացել էր հեծանիվ քշելու։ Տեսներ լավա, դե կարելի էր, չէ, գնալ տարբեր երկրների ղեկավարներ կայնի, վերջո այդ ընթացքում ես կարծում եմ ավելի հեշտ է այդ շատ կարևոր հարցեր նաև այսպես բարձրացնել կամ խնդրել, ասել, բա սա ոնց անենք, բա գնայիր ասեիր, բա մեր գերիների կամ մեր անհետ կորածների հարցը ոնց անենք, ոնց լուծենք այդ հարցը։ Ես հասկանում եմ, որ ձեր ընտանիքները զերծ են մնացել այս պատերազմից։ Լավ հասկանում եմ, որ ձեր ընտանիքներում դուք զոհեր չեք ունեցել, դուք փախցրել եք եւ ընդհանրապես այդ ամբողջ թիմը դասալիքների թիմ է։ Ես շատ լավ հասկանում եմ, որ ձեզ խորթ է այս հարցը։ Այդ դրա համար դուք ծնողը մտնում է, դուք մատ եք թափ տալիս ու ասում եք ձերբակալելու եմ քո որդուն։ Հենց որոշեց, որ իր եղբոր որդուն պիտի սկսի բարձրաձայնել, որ պիտի մենք փնտրենք ձերբակալելու ենք, տեսեք, հա։ Դե որքան կարելի է այս խայտառակության հետ համակերպվել եւ ընդհանրապես այս իշխանությունը ոչ միայն այս հարցն է վերածել Սոդոմ Գոմորի, այլ ամբողջ երկիրը։ Հայաստանը դարձել է Սիցիլիա։ Բառի ուղիղ իմաստով մենք Սիցիլիայում ենք ապրում, ամեն օր կրիմինալ է։ Կրիմինալ երկիր է դարձել։ Որովհետև ոչ մի օղակ, ոչ մի համակարգ չի աշխատում։ Սպանություն սպանության հետևից ոնց կարելի է։ Ոնց կարելի է ամեն օր բացում ես մամուլը ու տեսնում ես սպանություն, հաջորդ սպանությունը, հաջորդ կրակոցը, հաջորդ քաղաքական պատվերը, ոնց կարելի է երկիրը այսպես վերածել այս ամեն ինչի մեջ մի բան էլ համարձակություն են ստանում, դեռ թեկնածու առաջադրեն, ասեն մենք գնում ենք ընտրությունների։ Դուք ձեր ասել էի հիմա ինչ եք անում։ Ընդհանրապես, որ դուք գնում եք հիմա այս իրավիճակում, երբ որ դուք չեք հանդուրժում ընդդիմադիր քաղաքապետին ու քաղաքական պատվերը իջեցում, հետո ինչ որ դուք միանգամից նստած ասեցիք վենդետա է։ Այն 15 հոգուն այրեցին, ասեցիք մեկը բենզինը լցրել է, այրել է։ Այն միտեղ սուրմալուն պայթեցրեցին, ասեցիք չգիտեմ ինչ է։ Միանգամից դիագնոզը տալիս եք։ Գնացեք դիագնոստիկ կենտրոն բացեք, ձեր համար աշխատեք։ Սա երկիր է, սա պետություն է։ Ու մի բան էլ ասում են մենք Էջմիածնում գնացեք Էջմիածին ձեր մասին հարցում արեք, ունեք ինչն է շատ ձեզ մոտ պուակը, այդ լրատվամիջոցները այսօր մեդիա մագնատ եք դարձել, գնացեք Էջմիածին ու տեսեք ձեր մասին ինչ են խոսում, թեկնածուի մասին այլևս չասեմ, արդեն անգամ արհեստական բանականությունն է այդ մասին երգ են ստեղծել, չէ, որ ներիր ինձ հայր, որ բոլորին պղծում եք, բոլորին ապականում եք, մաքուր մարդ չեք թողնում, նախկին ու ներկայական, այս որ խոսում ենք այս ամեն ինչից, երկրում ստեղծված այս կրիմինալ մթնոլորտի թիվ 1 պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է իր ուսապարկերով հանդերձ, իր կառավարական ողջ աշխատակազմով հանդերձ, որովհետև դուք եկաք դագաղներով ու դուք ամեն օր այս երկիրը վերածել եք, գերեզմանատան եք վերածել երկիրը։
ատելությունը, սարսափելի ատելությունը 60 տարի հարևանը հարևանի կողքին ապրի ու դուք գաք այնպիսի ատելություն մտցնեք մարդկանց մեջ, որ մարդիկ իրար էս ինչ ժամանակ ինձ թվում է որ թուրքը մեզ համար ավելի մեծ վտանգ չէ, քան մեր երկրի իշխանությունը, որովհետև իրենք մեզ ամեն օր սպանում են, ամեն օր այս իշխանությունը սպանում է։ Հիմա հարգելի էջմիածնեցիներ, եթե դուք ուզում եք, որ ձեր քվեով այս իշխանությանը շանս տակ, որ 26-ին իրենք կարող են վերարտադրվել, դուք չեք գնում այսօր ընտրելու Արգիշտի Մեխակյանին, չեք գնում ընտրելու Մեխակյանի որդուն, դուք գնում եք ընտրելու Նիկոլ Փաշինյանին։ Համարեք, որ դուք հենց այդ ընտրությունն եք կատարում, որովհետև ամեն քաղաքում, որտեղ ուժեղացնում եք Նիկոլ Փաշինյանին, դուք 26 թվականին փորձում եք ուժեղացնել հենց Նիկոլ Փաշինյանին վերարտադրվելու առումով։ Իսկ Էջմիածնում բազմաթիվ թեկնածուներ կան։ Թեկնածություն է առաջադրել նաև համահայկական ճակատ կուսակցությունը։ Արտյոմ Սիմոնյան ամբասիր զինվորական ամբողջ կյանքը ծառայեցրել է Արցախի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետությանը եւ որևէ քրեական գործում չկա, որևէ չգիտես խարդախության մեջ չկա մարդ, ով լավ գիտի ինչպես ծառայություն մատուցել հայրենիքին, իսկ երբ որ մարդը կարողանում է ծառայություն մատուցել հայրենիքին, նա շատ լավ գիտի ինչպես ծառայել փոքր քաղաքին, ինչպես ծառայել Էջմիածին խոշորացված համայնքին։ Գնացեք, նորից եմ ասում, թույլ մի տվեք, որ ԿՊ-ն հաղթի մեզ, թողեք մենք ապրենք, թողեք այս ժողովուրդը ապրի։ Սիրելի էջմիածնեցիներ, ձեզանից այս ընթացքում, մասնավորապես նոյեմբերի 16-ին շատ բան է կախված։ Թողեք այս հասարակությունը շնչի։ Թույլ մի տվեք, որ Փաշինյանական իշխանությունը դա դարձնի մուրջ, դարձնի մանգաղ, դարձնի դրոշակ ու գնա 26-ի ընտրություններին։ Փաշինյանական իշխանությունը պետք է ամեն ուր պարտվի։ Մի իշխանություն, որը այլևս չի հանդուրժում իրեն հաղթողին, որը պարզապես ոչնչացման է տանում իրեն հաղթողին, ինչ էր ասում Գյումրու քաղաքապետի մասին, ասում էր դրան դուրս շպրտեք հանրային կյանքից։ Իսկ Վարդան Ղուկասյանը ահազանգում էր, որ իրավաբանները իրեն ասել են, որ դա ֆիզիկական ոչնչացման վտանգ է։ Ֆիզիկական ոչնչացման հստակ ուղերձ է։ Այդպես ինքը ասել է։ Հիմա եթե դուք ուզում եք թույլ տաք, որ բռնապետությունը իշխի Հայաստանում, եւ գալուց կարդում եմ, որ թուրքական ավիաուղիները կգան Հայաստան, ում գրպանն է լցվելու է թուրքական ավիաուղիների գումարը, ամբողջ ԿՊ-ի եւ ամբողջ այդ վերնախավի գրպանը, մասնավորաբար Խաչատուր Սուքյասյանի, որովհետև այդ ուղղությամբ ինքն է մասնագիտացված ավիաուղիների կբերի, միջնորդավճար կտա, ինչ կանեն, ոնց կանեն եւ կլինի, որ ԿՊ-ն ֆինանսավորվում է թուրքական իշխանության կողմից։ Այնտեղ այդ 1 միլիոն, 10 միլիոն, 100 միլիոն, այնտեղ դա գումար չէ։ Թուրքիայի համար դրանք մանրադրամ են։ Գուցե հիմա էլ կա այդ ֆինանսավորումը, կհիշեք, որ Վահագն Խաչատուրյանը ասում էր, այս երկիրը փողի խնդիր չունի։ Բա որ փողի խնդիր չունի, այս հասարակությունը ինչի է սոված։ Այս հասարակությունը ինչի է փախնում։ Սա մի երկիր է, որտեղ ամենաաղքատ հնդիկների ամենաաղքատ շերտը եկավ Հայաստան ու չդիմացավ դուրս են գալիս։ Ինչ թափով եկան, նույն թափով դուրս են գալիս։ Եվ ընդհանրապես, որ երրորդ անգամն է դիմում են վիճակագրական վարչությանը, ինչքան բնակչություն ունի Հայաստանը։ Ի վերջո հրապարակելու եք թվեր, այս տարիներին, Փաշինյանական իշխանության տարիներին Հայաստանում արտագաղթի ինչ տեմպ է եղել։ Մենք տեսնում ենք։ Մենք լավ տեսնում ենք ամեն առավոտ մեր շենքում քանի դուռ է կողպվում։
ձեզ եմ հարցնում, ունեք այդ համարձակությունը թվեր հրապարակեք, թե այս իշխանությունը ինչպես է դատարկում Հայաստանը։ Շատ լավ հասկանում ենք, որ ձեզ համար 300,000 ադրբեջանցու Հայաստան մտնելը նվեր է, որովհետև պոտենցիալ ԿՊԻ քվեարկողներ են գալիս Հայաստան։ Համարձակություն ունեցեք եւ ասեք Հայաստանում այս ընթացքում ինչքան մարդ է մնացել եւ որքանն է արտագաղթել։ 120,000 արցախցի մտավ Հայաստան, որքանն են մնացել։ Քանի հազար մարդ է մնացել Արցախից Հայաստանում։ Եվ ավարտելով խոսքս նորից ուզում եմ Քանի որ արցախցիներից խոսեցիք, ես խնդրեմ նորից մեկ անգամ վերհիշենք այս տեսանյութը։ Եվ ինչ ունեք ասելու։ Պետք է կռվել։ Բայց արդեն մորթում էի մարդիկ։ Պետք է կռվել։ Քանի բան է, պետք է կռվել։ Հայաստանը կռվել է, պետք է կռվել։ Արցախցին Խնդրեմ շարունակենք այլ Ալե Սիմոնյանը ինչ էր ասում Արցախցուն, որ 1 տարի շրջափակման մեջ սովի մատնված, խնդրեմ։ Դե իրենք ուզում էին, որ ընդհանրապես արցախցին մնարն Արցախում այդ օրերին դուրս չգար ու քոքը վերանար, Արցախցու քոքը վերանար։ Իրենք դա էին ուզում։ Բայց այդ 120,000 արցախցին, որ 9 ամիս սովի մեջ ապրեց, կարողացավ իր մեջ ուժ գտնել, թողել իր տարիներով ստեղծածը, կառուցածը եւ դուրս գալ, հույսով, որ Հայաստանում կլինի իշխանություն, ով կբանակցի, ընդհանրապես աշխարհում կարգն է այդպես էթնիկ զտում, եթե լինում է, ապա դա արժանանում է համապատասխան գնահատականի։ Այստեղ սա ինչ ասեց, ես տեր եմ այդ արցախցիներին, բերեց, մենք տեսնում ենք, չէ, աշխարհում ինչքան երկրներ գումարներ են հատկացնում, $60 միլիոն, այսքան միլիոն դոլար, քանի արցախցի է բնակարանով ապահովել։ Իրենց ամբողջ ցանկությունը այն էր, որ արցախցին մնար, ցեղասպանվեր, կոտորվեր եւ իրենք այդ արցախցիների խնդիրը իրենց ուսերից թոթափեին։ Չնայած այսպես էլ թոթափել են։ Եվ հետո նորից եմ ասում, դասալիքների իշխանությունը չի կարող մինչև վերջ հասկանալ, թե ինչ է նշանակում 7 միլիոնանոց Ադրբեջանի դեմ 120,000 արցախցի մնար ու կռվեր։ Իրենք դա չեն կարող ընկալել։ Երբ որ զենքը ձեռքներին կգնան մեկ օր մարտի դաշտում կլինեն, ասում են, չէ, օրինակ Տիգրան Ավինյանը այդ պատերազմի օրերին Արցախի որ հյուրանոցում է եղել։ Արցախ էր գնացել, բայց որ հյուրանոցում է եղել։ Լրագրողներ կային, որ պատմում են, չէ, սրանք գնացին այդ օրերին, մտան հյուրանոցներ, հենց տեսան վտանգը Ստեփանակերտին է, այնպես թողին ու փախան այնտեղից, այնպես թռան այնտեղից։ Հիմա սրանց ամբողջ նպատակը դա էր, որ պիտի արցախցիները մինչև քոքը վերանային։ Այսքանը։ Եվ նորից ուզում եմ իմ խոսքի ավարտին դիմեմ Վաղարշաբաթ խոշորացված համայնքի սիրելի բնակիչներին, սիրելի էջմիածնեցիներ, Խոյ խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ։ Ձեզանից շատ բան է կախված։ Դուք նորից եմ կրկնում, ձայն չեք տալիս ԿՊԻ թեկնածուին, որ մեկը տասի իմ ընկերն է, իմ լավ զինակից ընկերոջ տղան է, կամ չգիտես ով է, դուք ձայն եք տալիս Նիկոլ Փաշինյանին։ Դուք նոյեմբերի 26-ին յուրաքանչյուրդ, եթե կմտնի քվեախուց, թող հիշի ԿՊԻ դիմաց իր քվեարկությունը Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունն է։ Եվ եթե դուք ուզում եք, որ Փաշինյանը Հայաստանը թրքացնի մինչև վերջ, Փաշինյանական իշխանությունը Հայաստանը մինչև վերջ մտցնի թուրքի կրնկի տակ, այս պահին դեռ դիմադրություն կա, շնորհիվ նաև ռուսական ռազմաբազայի Հայաստանում գործող, եթե դուք ուզում եք, մենք մինչև վերջ մտնենք թուրքի կրնկի տակ, ապա քվեարկեք, եթե չեք ուզում, եւ եթե ուզում եք գնալ Մայրաթոր եւ այնտեղ աղոթք բարձրացնել եւ ոչ թե Մայրաթորի փոխարեն մզկիթ լինի, ապա քվեախուց մտնելուց հիշեք, որ ձեր ձայնը չպետք է տաք ԿՊԻ-ին, այսքանը։ Ես եմ շնորհակալ։